Դեպք եղավ, նոր էի վերադարձել Փարիզից, հենց այդ օրը մեր ընկերներին խնդրել էր, այսինքն ինքը շատ ուշադիր ա եղել իմ հանդեպ ֆուլ ծաղիկներով դիմավորեցին, եկա տուն, հաջորդ օրը մի քիչ վեճ եղավ, էլի նորից ծաղիկներ ուղարկեց ու արդեն դրանից առաջ մամայի ծնունդն էր, տունը ծաղկանոց էր, այսենց ֆուլ։ Գրեց անքո համար սենց շատ սիրուն ծաղիկներ եմ տեսա, ուզում եմ առնեմ, այսի խնդրում ենք էլ արդեն որոշել ենք, որ տուն գնենք, որ արդեն սկսենք պատրաստվել մեր տան հարցերին, այսի խնդրում եմ, արի, հիմա թանկ շրջան, ասած աղջիկա կանելի, այսի թանկ շրջանը արին հենց անենք, որ կարողանանք ոնց որ դրա փոխարեն այդ մի փնջակ ծաղկաման առնենք տան համար։ Ու այդ դարավ եւս մեկ վեճի պատճառ, որ ես չեմ գնահատում, որ ինքը իմ համար օրինակ ծաղկե փունջ է ընտրել։ Տենց խնդիր առաջացավ ու ես հասկացա, որ ուղղակի ես եմ չգնահատված ու ընդհանրապես իմ ամեն լավ ասածը մարդիկ ընկալում են սխալ։ Դրա համար ընդհանրապես եթե հասկանում եք ճիշտ տեղում չեք, բաց թողեք, ինքը կգտնի այն մարդուն, ով իրան կգնահատի, ես է կգտնեմ այն մարդուն, ով չի մտածի, որ իմ կողքին չգնահատված է։ Այսպես такой вот у нас сегодня плохой день.